Բարև ձեզ, բարով եք եկել Glendale Newsroom։ Այս կարճ ֆորմատով ձեզ կներկայացնենք ամերիկյան կյանքի կարճ ու կարևոր նորությունները։ Մինչև սկսելը կոմենտներում գրեք, որտեղից եք հետևում մեզ։ Թրամփը հայտարարել է, որ տնտեսությունը քանդում է Բայդենը, ոչ թե ինքը, եւ այս վիճակը նախկին վարչակազմի ժառանգությունն է։ ԱՄՆ պաշտպանության նախարարը սպառնում է ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ։ Լոս Անջելեսում հեռացնում են անօթևանների տնակները, բնակիչներին ժամանակավորապես տեղափոխում են հյուրանոցներ։ Ինչպես է Թրամփը պատրաստվում վերադարձնել Ուկրաինային տրված միլիարդները, ԱՄՆ-ն մուտք է գործում Ուկրաինայի նավթագազային ոլորտ։ Չինաստանը հայտարարել է, որ քովիդի տարածման իրական աղբյուրը Ամերիկան է։ ԱՄՆ-ում արհեստական բանականությունը օգնում է հայտնաբերել Վահանաձև գեղձի բորբոքումը ճիշտ ախտորոշմամբ։ Այս եւ մյուս կարևոր թեմաների մասին էլ ավելի մանրամասն կիմանաք դիտելով թողարկումը մինչև վերջ։ Թրամփը կրկին մեղադրում է Բայդենի վարչակազմին ԱՄՆ տնտեսության վատ ցուցանիշների համար։ Նա նշել է, որ նույնիսկ եթե տնտեսական անկումը գրանցվի իր նախագահության երկրորդ եռամսյակում, դրա պատասխանատվությունը եւս մնում է Բայդենի վրա, քանի որ տնտեսական գործընթացները չեն փոխվում մեկ օրում։ Թրամփը ասել է, մեջբերեմ, մենք իշխանության եկանք հունվարի 20-ին, իսկ տնտեսության այս վիճակը ձևավորվել է Բայդենի օրոք։ Նույնիսկ հաջորդ եռամսյակի ցուցանիշները դեռ նրա քաղաքականության հետևանքներն են լինելու, բայց մենք արդեն սկսել ենք քայլեր ձեռնարկել վիճակը ուղղելու համար։ Մեջբերման ավարտը։ Թրամփը իր անձնական սոցիալական էջում արձագանքել է նաև առևտրի դեպարտամենտի տվյալներին։ Այս տարվա առաջին եռամսյակում ԱՄՆ տնտեսությունը կրճատվել է 0.3%-ով։ Թրամփը պնդում է, որ այս վիճակագրությունը մնացել է Բայդենից։ Նա նշել է, որ ցուցանիշները արդյունք են ոչ թե իր քաղաքականության, այլ Բայդենի թողած վիճակի։ ԱՄՆ պաշտպանության նախարարը բացահայտ ասել է, որ Իրանի դեմ կարող է ռազմական ուժ կիրառվել։ Նա խիստ զգուշացրել է Իրանի իշխանություններին, մեղադրելով նրանց Հութի զինված խմբավորմանը մահաբեր աջակցություն ցուցաբերելու մեջ։ Նախարարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն հետևում է զարգացումներին եւ պատրաստ է պատասխան տալ։ Ըստ նախարարի, Իրանը բացահայտ աջակցում է հութիներին, իսկ նրանց հարձակումներից արդեն տուժել է ամերիկյան ռազմական տեխնիկան։ Վերջին միջադեպի ժամանակ հութիների արձակած անօդաչուի պատճառով ԱՄՆ-ի 67 միլիարդ դոլար արժողությամբ կործանիչը ընկել է Կարմիր ծովը։ Պաշտպանության նախարարը տարածել է նաև Թրամփի ավելի վաղ արված գրառումը։ Թրամփը հայտարարել էր, որ այսուհետև հութիների կողմից արձակված յուրաքանչյուր կրակոց դիտարկվելու է որպես Իրանի ուղիղ գործողություն եւ Իրանը տեսնելու է դաժան հետևանքները։ Լոս Անջելեսի իշխանությունները սկսել են հեռացնել անօթևանների շարժական տնակները Վեստ Ռանչո Դոմինգես եւ Գարդենա շրջաններից։ Ծանր տեխնիկայի միջոցով տարածքից դուրս են բերվում նաեւ կուտակված աղբն ու հին կահույքը։ Այս ճամբարներում չկա ջուր, էլեկտրականություն եւ սանիտարական պայմաններ, ինչի հետևանքով տարածքը դարձել է անբարեկարգ։ Տարիներ շարունակ հարակից տարածքների բնակիչներն ու գործարանները բողոքում էին այնտեղ տիրող վիճակից։ Համայնքի ներկայացուցիչները հայտնել են, որ այստեղ բնակվող 60 մարդ ժամանակավորապես կտեղափոխվի հյուրանոցներ։ Նրանց նաև կտրամադրվեն սոցիալական ծառայություններ, հոգեկան առողջության աջակցություն, կախվածությունների բուժում եւ օգնություն մշտական բնակարան ունենալու հարցում։ Նոր կառավարության վարած քաղաքականության պատճառով ԱՄՆ վիզաների ստացումը բավականին դժվար է։ Ոմանց համար մերժվելը բախտի գործոն է, բայց մեր գործընկերները բազմիցս են ապացուցել, որ լավ պատրաստված լինելու դեպքում բախտը երկրորդական է։ Smart Assist-ի թիմը արդեն օգնել է հարյուրավոր ուսանողների, բիզնեսմենների եւ պարզապես Հայաստանի քաղաքացիների ԱՄՆ վիզա ստանալու հարցում։ Թիմը օգնում է ճիշտ կողմնորոշվել վիզայի տեսակի ընտրության, ԱՄՆ-ից հրավերների ստացման, ամրագրումների եւ այլ հարցերում, անգամ մասնագետները նախապատրաստում են հարցազրույցի դեսպանատան ներկայացուցիչների հետ։ Պարզապես պետք է անցնել թողարկման տակ տեղադրված հղումով, որը կգտնեք մեկնաբանությունների բաժնում եւ Smart Assist-ի թիմը կապ կհաստատի ձեզ հետ։ ԱՄՆ-ն Ուկրաինային ֆինանսական աջակցություն կտրամադրի ԱՄՆ-Ուկրաինա վերակառուցման հիմնադրամի միջոցով։ Համաձայնագրով նախատեսվում են ներդրումներ Ուկրաինայի տարածքում նավթի, գազի եւ հանքանյութերի արդյունահանման մեջ։ Ամերիկայի ֆինանսների նախարարը նշել է, որ այս աջակցությունը կօգնի Ուկրաինայի տնտեսության վերականգնմանը։ Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ երկրի դերքը կմնա Ուկրաինային, իսկ լիցենզիաներից ստացված եկամտի կեսը կողմի հիմնադրամ։ Թրամփը նշել է, որ այս գործարքը կօգնի վերադարձնել
վերադարձնել Կիևին տրամադրված 66.5 միլիարդ դոլարի օգնությունը։ Համաձայնագիրը ստորագրվել է Հռոմում Թրամփ-Զելենսկի հանդիպումից հետո։ Թրամփը նաև ասել է, որ Զելենսկին պատրաստ է պայմանավորվել եւ պատերազմը կարող է շուտով ավարտվել։ Չինաստանը հայտարարել է, որ Քովիդը հնարավոր է տարածվել է ոչ թե իրենց երկրից, այլ հենց նահանգներից։ Պեկինը պնդում է, որ Վաշինգտոնը մանիպուլացնում է Քովիդի ծագման թեման, ուշադրություն շեղելու սեփական ձախողումներից։ Նրանք կոչ են արել ԱՄՆ-ին դադարեցնել մեղադրանքները եւ ուշադրություն դարձնել սեփական առողջապահական խնդիրների վրա։ Չինաստանը հիշեցրել է առողջապահության համաշխարհային կազմակերպության եզրակացությունը, ըստ որի վիրուսը ամենայն հավանականությամբ ծագել է բնական ճանապարհով չղջիկներից մարդուն։ Նրանք նաև պնդում են, որ վիրուսը կարող էր հայտնվել ԱՄՆ-ում ավելի շուտ, քան Ուհանում։ Ի պատասխան ԱՄՆ-ում վերափոխվել է Քովիդի կայքը, որտեղ նշում են, որ Չինաստանը մինչև հիմա չի ներկայացրել որևէ վստահելի ապացույց վիրուսի ծագման վերաբերյալ։ Չինաստանը պատասխանել է, որ ԱՄՆ-ն չի կարող անտեսել իր սխալները եւ պարտավոր է ընդունել սեփական ձախողումները։ ԱՄՆ-ի բնակչուհին պատմել է, թե ինչպես է արհեստական բանականությամբ աշխատող ChatGPT-ին օգնել իրեն ճշտել իր հիվանդության պատճառը այն դեպքում, երբ բժիշկները մի քանի անգամ սխալվել էին։ Սկզբում նա սկսել է դժվարությամբ շարժել մատները, հետո նաև զգացել է ստամոքսային ցավ, բայց միաժամանակ պատասխան չեն տվել։ Կասկածելով բժշկական եզրակացություններին, կինը փորձել է իր ախտորոշումները ներկայացնել ChatGPT-ին։ Ծրագիրը առաջարկել է ստուգել վահանաձև գեղձը։ Հետազոտությունները հաստատել են վահանաձև գեղձի բորբոքում եւ կնոջ վզին հայտնաբերվել են 2 ուռուցքներ։ Հիմա կինը բժիշկների վերահսկողության տակ է եւ ստանում է անհրաժեշտ բուժօգնությունը։ Ահա այսքանը ամերիկյան անցուդարձից։ Եթե ցանկանում եք առաջինը դիտել մեր թողարկումները, ապա բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմելով subscribe կոճակը։ Այս ժամի համար այսքանը, կհանդիպենք վաղը։ Շնորհակալություն։